Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն։ Վարչապետը Չոլպոն-Ատայում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը դառնալու է պետական սեփականություն եւ կհանձնվի հավատարմագրային կառավարման։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Թե ում կամ որ կառույցին կհանձնվի հեծը վարչապետը չի մեկնաբանել։ Մենք հայցակարգային առումով հիմա մենք ունենք կրիտիկական ենթակառուցվածքներ, այլ մեխանիզմներ էլ կան, որի շրջանակում հեծի հետ կապված process-ներն ենք տանում։ Հեծի պետականացման գործընթացը մեկնարկել էր դեռ անցյալ տարի, երբ կառավարությունը որոշել էր դադարեցնել ընկերության լիցենզիայի գործունեությունը եւ նշանակել ժամանակավոր կառավարիչ։ Ես անկեղծորեն եմ ասում, Հայաստանի խորհրդարանը շարունակում է ղեկավար կազմի ընտրությունը։ Այսօր քննարկվում է ազգային ժողովի 3-րդ փոխնախագահի ընտրության հարցը, որի համար առաջադրվել է Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավոր Արամ Վարդևանյանը։ Իր ելույթում Վարդևանյանն անդրադարձել է ոչ միայն իր քաղաքական եւ իրավաբանական գործունեությանը, այլ նաեւ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի կալավորմանն ու Մայրաթորի դեմ իշխանական արշավներին։ երբ մենք տեսնում ենք, որ հայոց հայրապետի նկատմամբ մեղմ ասած վիրավորական արտահայտություններ են հնչում եւ մեր մայր աթոռը վերածվում է քաղաքական քննարկման առարկայի եւ այն նախաձեռնվում է մեկ ուժի կողմից եւ այդ մեկ ուժը քաղաքացիական պայմանագիրն է 2025 թվականին սիրելի հայրենակիցներ մայր աթոռը պաշտպանող մեկ նախադասության համար այն անձը որը ունի ազգային բարերարի կարգավիճակ, որին ձեզանից շատերը հակադիր քաղաքական ուժի ներկայացուցիչները երբևէ մի բացասական խոսքով չեն նկարագրել։ Պարզապես հնչած խոսքի համար, որ մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը, դուք իրեն կալանավորեցիք եւ կալանքի տակ եք պահում մինչ օրս։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, այսօր տեղի ունենում նոր ձևավորված կառավարության Կառավարությունն ազգային ժողով կներկայացնի կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է փոխել 3 նախարարությունների անվանումները։ Որոշումն ընդգրկված է չզեկուցվող հարցերի շարքում եւ ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Ըստ նախագծի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կկոչվի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարարություն, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, աշխատանքի եւ բարեկեցության նախարարություն, արտաքին գործերի նախարարությունը, արտաքին գործերի եւ միջազգային առևտրի նախարարություն։ Նախագծով նաև համապատասխան փոփոխություններ են առաջարկվում նախարարությունների լիազորությունների նկարագրություններում։ Մասնավորապես արտգործնախարարության գործառույթներում ավելացվում են արտաքին առևտրի խթանման, արտահանման շուկաների հասանելիության եւ օտարերկրյա ներդրումների ներգրավման աջակցելու դրույթները։ Թբիլիսիում երկրորդ մասշտաբային հոսանքազրկումն է եղել։ Վրաստանի պետական էլեկտրահամակարգի մամուլի ծառայությունը հայտնել է, որ անջատումը եղել է Էնգուրի հիդրոէլեկտրակայանի էներգաբլոկների պլանային փորձարկումների պատճառով։ Այդ փորձարկումների նպատակն է եղել բացահայտել եւ գնահատել խոցելի կողմերը, ինչպես նաեւ պարզել հուլիսի 24-ին եւ 25-ին տեղի ունեցած վթարային անջատումների պատճառը։ Այս առիթով Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածով, այն է դիվերսիա։ Իրանի իշխանությունները Պարսիցծոցի երկրներին զգուշացրել են, որ պատասխան հարվածներ կհասցնեն նրանց տարածքների էներգետիկ օբյեկտներին, եթե ԱՄՆ-ն հարձակվի Իսլամական Հանրապետության վրա։ Հղումանելով Պարսիցծոցի երկրների աղբյուրներին հաղորդել է Reuters գործակալությունը։ Գործակալության տվյալներով նման քայլերն ուղղված են ԱՄՆ-ի վրա նրանց դաշնակիցների միջոցով լրացուցիչ ճնշում գործադրելուն, հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Իրանի համար ընդունելի համաձայնության գալու նպատակով։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը շարունակում է խորհրդակցությունները Թեհրանի հետ եւ ակնկալում շուտապույտ համաձայնության ձեռքբերում։ Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածությունների համար, հայտարարել է Եվրահանձաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Նրա խոսքով իրենք օգտագործում են ռուսական սառեցված ակտիվների ստացված հասույթը համոզվելու համար, որ դա տեղի կունենա։ Նա նշել է, որ սառեցված ակտիվներից եւս 1.4 միլիարդ եվրո են հասանելի դարձնելու Ուկրաինայի համար։ Սա նպաստելու է Ռուսաստանի ապօրինի պատերազմի դեմ Ուկրաինայի շարունակական դիմադրությանը, գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Իսրայելական զորքերը մտել են Սիրիայի հարավային Դարաա նահանգ։ Տեղադրվել են ժամանակավոր անցակետեր։ Իսրայելցի զինվորականները հարձակննել են տեղացի ֆերմերներին։ 2024 թվականի դեկտեմբերին Սիրիայում անցումային կառավարության ձևավորումից ի վեր Իսրայելը շարունակաբար մեծացնում է իր ռազմական ներկայությունը սիրիական սահմանամերձ գոտիներում։ Իսրայելի և Լիբանանի միջև Վաշինգտոնի և Հռոմի միջնորդությամբ ընթացող բանակցություններն ընդհատվել են նախատեսված ժամկետից շուտ։ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանը միջնորդներին խնդրել է դադարեցնել հանդիպումը։ Դիվանագետը լիբանանյան պատվիրակությանը մեղադրել է լրատվամիջոցներին պարբերաբար կեղծ տեղեկություններ փոխանցելու և գործընթացի գաղտնիությունը խաթարելու համար։ Թեև քննարկումները կվերսկսվեն հինգշաբթի, սակայն ստեղծված լարվածությունը հարցականի տակ է դնում երկխոսության հետագա արդյունավետությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների սև ցուցակից հանել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին առնչվող 3 ավիաընկերություն և 2 օդանավ։ Վաշինգտոնն այս սահմանափակումները նախկինում կիրառել էր ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում, թիրախավորելով Իրանի զինված ուժերի այդ էլիտար ստորաբաժանումը։ Սակայն պատժամիջոցների հանկարծակի մեղմացման հստակ դրդապատճառներն ու հիմնավորումները պաշտոնական հաղորդագրության մեջ այդպես էլ չեն պարզաբանվել։ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում արագորեն տարածվող գան անտառային հրդեհի պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն։ Կրակը արդեն ոչնչացրել է շուրջ 2600 հեկտար տարածք։ Վտանգավոր գոտում հայտնված մի շարք բնակավայրերի բնակիչներ տարհանվել են։ Հարևան գոտիների բնակչությանը նախազգուշացվել է պատրաստի ներտարհանման։ Տեղացիների և ընտանի կենդանիների համար բացվել են հատուկ ապաստարաններ։ Չնայած գործադրվող ջանքերին, ծայրահեղ շոկի, չոր բուսականության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհը դեռևս ամբողջությամբ վերահսկողությունից դուրս է։ Նախնական տվյալով զոհեր, վիրավորներ կամ ավերված շինություններ չկան։ Սլովակիայի ոստիկանությունը ոչնչացրել է երկրում երբևէ հայտնաբերված ամենախոշոր 700 կիլոգրամանոց չպայթած ականը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանի զինամթերքը գտնվել է Դանուբ գետում, երբ ռեկորդային երաշտի պատճառով ջրի մակարդակը կտրուկ իջել է։ Ծայրահեղ շոքերի և ջրի մակարդակի նվազման հետևանքով կենտրոնական Եվրոպայում ի հայտ են եկել նաև այլ գտածոներ։ Սերբիայում ջրի երես են դուրս եկել գերմանական խորտակված ռազմանավեր և զինամթերք, Բուլղարիայում հայտնաբերվել են մամոնտի բրածո մնացորդներ։ Հարավային և արևելյան Եվրոպան այս օրերին հայտնվել է անոմալ շոքի և անտառային հրդեհների կիզակետում։ Ալբանիայում, Մոնտենեգրոյում և Հունաստանում բնական աղետը բնակչության զանգվածային տարհանման և հազարավոր հեկտար ցանքատարածությունների կորստի պատճառ է դարձել։ Իտալիայի քաղաքներում հայտարարված վտանգի կարմիր մակարդակն ու կիզի շտաբն անգամ Վատիկանին են ստիպել փոխել միջոցառումների ավանդական կարգը։ Հունգարիայում Դանուբի ջրի մակարդակի ռեկորդային անկումը վտանգել է ատոմակայանի հովացման համակարգը և երկրում էներգետիկ լուրջ ճգնաժամ առաջացրել։ Թայլանդում հորդարատ անձրևի ընթացքում տեղի ունեցած ֆուտբոլային խաղի ժամանակ կայծակահարվածել է 24-ամյա ֆուտբոլիստին, որի կյանքը փրկել չի հաջողվել։ 9 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։